Ողջույն բարեկամներ, դե ինչ, Դեջիվենսը եկավ Հայաստան, ես չգիտեմ ով ինչ էր սպասում այդ այցից, ես սպասում էի ռազմագերիների վերադարձ և կոնկրետ հայտարարություն առնվազն դրա մասին։ Քիչ անց խոսենք մենք ինչ ստացանք այս այցելությունից, մինչ այդ ես առաջարկում եմ սեղմել լայքի կոճակը և անպայման տարածել։ Մենք կռիվ ունենք ինֆորմացիոն դաշտում, եթե մենք ինֆորմացիոն դաշտում չկարողացանք հաղթել, արդեն թշնամուն բացահայտ թշնամուն ռեալ գետնի վրա դա անհնարին է լինելու։ Եվ այսպես ուզում եմ հաղորդումը սկսել Մորգան Ֆրիմանի հետաքրքիր խոսքերով, ասում է, եթե մենք ավելի շատ վճարեինք ուսուցիչներին և քիչ վճարեինք քաղաքական գործիչներին, այդ ժամանակ մենք չենք ունենա այսքան հիմար օրենքներ։ Դժվար է վիճել այս հայտարարության հետ։ Մանավանդ փաստորեն դուրս է գալիս, որ նույն վիճակը հիմար օրենքների, հիմար քաղաքական գործիչների հետ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որը ստիպել է Մորգան Ֆրիմանին նման եզրակացության գալ, արդարացի եզրակացության գալ։ Եվ այսպես Ջեյդի Վենսը Հայաստանում է։ Բայց մինչև անցնեմ Ջեյդի Վենսի հայաստանյան հայտարարություններին, ասեմ, որ Ադրբեջանը արդեն բաց նամակ է գրել Ջեյդի Վենսին, բաց նամակ, որով դիմում է Ջեյդի Վենսին, որպեսզի նա նպաստի արևմտյան Ադրբեջանի վերականգնմանը։ Ասում են, մենք պատերազմ չենք ուզում, մենք ընդհանրապես ուզում ենք վերադառնալ մեր հայրենի հողերը և խնդրում են Ջեյդի Վենսին դրա մեջ իր աջակցությունը։ Տեսնենք Ջեյդի Վենսը ինչ խոստանա Բաքվում ադրբեջանցիներին։ Առայժմ նա Հայաստանում է և հիմա խոսենք այն կարևոր հանգամանքների մասին, թե ինչ է ասել ու ինչ է ինքը հետը բերել Հայաստան։ Եվ այսպես, մինչև դրան հասնել ես ընդհանրապես դատես կապ ունենանք իրար։ Քառասունչորսօրյա պատերազմի երրորդ օրը ջրականի հոսպիտալը տեղափոխվեց Հադրութի շրջանի Տող գյուղ։ Հոկտեմբերի 8-ին հետքի նկարահանող խումբը Տողի հոսպիտալում էր։ Գյուղի դպրոցի շենքում ծավալված հոսպիտալը օրական տասնյակ վիրավորներ էր ընդունում։ Հիմնական անձնակազմին օգնության են եկել բժիշկներ, բուժքույրեր տարբեր տեղերից։ Բուժքույր Նայիրե Ոսկանյանը եկել էր Մեծ Թաղեր գյուղից։ Եվ այստեղ մի հատ զինվոր անելանելին վիճակում էր, տեղը չէր գտնում, ուղեղի ցնցումով են բերել, Աբովյանի արծիվներ ջոկատից էր, 21 հոգուց ողջ են մնացել 11 զինվոր։ Հանգստի րոպեներին բուժքույրը գրառումներ էր անում։ Ես չեմ ուզում ամբողջ տեսանյութը ձեզ ցույց տալ, որովհետև շատ ծանր է այս ամենը նայել վերհիշելու համար, բայց վերհիշել պետք է, որտեղ սա մեզ հետ է եղել։ Սա նախապատրաստական աշխատանքն է եղել նրա այն ինչ որ իրականացավ այսօր Հայաստանում։ Որովհետև նման ծրագրերը մեկ օրվա մեջ չի գրվում։ Նման ծրագրերը մի քանի շաբաթում չեն կարող իրականացվել։ Այն ինչ որ այսօր խոսվեց Երևանում, դա նախապատրաստական աշխատանքները սկսել էին դեռ վաղուց։ Եվ այս պատերազմը, այս ձևով կազմակերպված պատերազմը հենց այս նպատակներ հետապնդում։ Ընթացքում փոխվեցին խաղացողներ, փոխվեցին դերակատարներ, դեմքեր, բայց հիմնական նպատակները որ չփոխվեցին, նույնիսկ եմ կրկնում, սա մեր հետ է եղել։ Այս երեխեքը մեր երեխեքն են, այս բժիշկները մեր բժիշկներն են, մեր հայրենակիցներն են, այսինքն ինձ համար բացարձակապես կապ չունի իմ հարազատն է, եղբայրս է, չգիտեմ ուրիշ հարազատ է, թե այլ հայ, այս ամեն ինչի մեջով անցել։ Ոչ մի կապ չունի, սա իմ հետ է եղել։ Ու սա շատ անձնական է ինձ համար։ Եվ ով թքած ունի սենց բաների համար։
սես բաների վրա, ով կարող է հիշության մոռանալ, դե լավ ասի եղել է, հա, նա իմ հետ իմ ազգի իմ ցեղի հետ ընդհանուր ոչ մի բան չի կարող ունենալ, որովհետև ես կարծում եմ մարդը հայտնի կենդանուց տարբերվում է հիշողությունով եւ բարոյականության նկատմամբ իր ունեցած պատասխանատվության մակարդակով։ Եվ այսպես սա նախապատրաստված սպանդ էր այսօրվա համար, որ ինչ լինի, խնդրեմ, Հայկական ժամանակը գրում է, որ ռազմական աշխարհի լավագույն տեխնիկան է տրամադրվելու Հայաստանին։ Սկզբնական 5 միլիարդ ներդրման մասին է խոսքը։ Կատարյալ սուտ, որովհետև դեջիվես, դեսման չի ասել։ Ստումը հայկական ժամանակը, եւ ոչ միայն այս մասին է ստում հայկական ժամանակ, բայց իրականում ինչ է ասել դեջիվենսը, արդեն անուննել եմ խառնում ենք անեմուրի ձև ասել, էական չի ինչ է ասել։ Ամենակարևորը, որ Հայաստանը այլևս կարիք չունի ատոմային էներգիայի։ Հայաստանը կարիք չունի ընդհանրապես ատոմային տեխնոլոգիաների, այսինքն մասնագետների, տեխնոլոգիաների, որովհետև ատոմային տեխնոլոգիաների այս ընթացք այն բազան, որ մենք ունենք, դրանից միջուկային զենք ընդհանրապես մեկ քայլ է։ Երբ որ դու ունես արդեն այդ համակարգը, դու ունես մասնագետները, դառնալ միջուկային պետություն դա մի քայլ է։ Սա այս քայլն է, որ արգելում են Պարսկաստանի որնանի եւ միջուկային կամ համարյա միջուկային պետություն Հայաստանից սրանք վերածում են ընդհանրապես մի բանանային պետության։ Ինչ է ասում Ադրբեջանը, ինչ է ասում Թուրքիան, որ Հայաստանը պիտի չունենա ատոմակայան։ Ինչի, որովհետև դա վտանգ է իրանց։ Ոչ միայն որ հակառակ, ասենք, Պայթունի դեպքում բացի Հայաստանից կվերանա նաև այդ տարածքները, Թուրքիա եւ Ադրբեջանի, այլ նաև որ Հայաստանում զարգանում է ատոմային տեխնիկան եւ Հայաստանի պետքա զրկել այդ հնարավորությունից։ Ոնց կարող է ինչ որ մի Հայաստան ունենա ատոմային տեխնոլոգիաներ։ Այն էլ էս թվում, չէ, նա պետքա զրկել, ինչպես զրկեցին գիտությունից, կրթությունից, առաջավոր տեխնոլոգիաներից եւ այլն եւ այլն։ Զրկել եւ նա չունենա սեփական ատոմային տեխնիկա։ Եվ այսպես ատոմականից զրկում են դիմացը տալով ինչ որ էլեկտրակայաններ մոդուլային, որոնք նույնիսկ իրանց մոտ այդ տեստերը անհրաժեշտ չեն անցել, որոնք ոչ մեկ չգիտի դրանք ինչ արդյունավետությամբ են աշխատելու, բայց կարևորը իրականացվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ցանկությունը։ Իրականացնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի երկրորդ ցանկությունը։ Բացվում է Միջանցք, անվերահսկելի, անխոչնդոտ եւ դա ամերիկյան դրոշի տակ, որի դիմաց Հայաստանին ասում են մենք քեզ ոչ թե ներդրում կանենք, կարտահանենք քո մոտից, սկզբից 5 միլիարդի, հետո 9 միլիարդի, դրանք են հիմար թվերն է, որ ոչ մեկ չի նստելու հաշվի, թե ինչքան են արտահանել, այսինքն սա Թրամփի քաղաքականությունն է, որը իրականացրեց նա Ուկրաինայում, ասեց ես քո համար խաղաղություն եմ բերել, ընդերքը տուր ինձ, նայեն համաձայնվեց տվեց 50%-ով իրան, ստեղծեցին ինչ որ կազմակերպություն, որը հիմա քանդում է Ուկրաինայի հազվադեպ այդ մետաղների հանքերը, շահագործումը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդհանրապես դա է ուզում Հայաստանից։ Ոչ մի ներդրման մասին խոսք չկա բացարձակապես, ինչի մասին ստում է նիկոլական պրոպագանդան։ Եվ այսպես իրականացավ առաջին երազանքը թուրքերի, իրականացավ երկրորդ երազանքը թուրքերի, երրորդ, որ Հայաստանը այլևս ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությունը իրեմս Փաշինյան Նիկոլի։ Այսինքն, այն ինչ որ ուզում են թուրքերը, որ Փաշինյան Նիկոլը մնա, որպեսզի կարողանան իրանց իրականացած այն երազած ծրագրերը հասցնեն ավարտին։ Որն է դա? Այո, Հայաստանի պաշտոնապես հրաժարումը բոլոր իր միջազգային իրավունքներից, Արցախից, ցեղասպանության ճանաչումից, մի խոսքով ամեն ինչ, այն ինչ որ վտանգ է թուրքական աշխարհի համար։ Ինչի բերեց հասցրեց Ջեդի Վենսի այցելությունը Հայաստանին, թուրքերի օրակարգի իրականացմանը Ամերիկայի դրոշի տակ։ Ես գիտեմ, որ այս այցելությունից ողջևորված շատ մարդիկ կան,
ծափեր են տալի, երջանիկ են, ողջունում են, գրկախառնված են, շամպանսկի են գուցե արդեն բարձրացել։ Ուղղակի ինձ հետաքրքիր է մի բան, էլի, այս կետերից իրականացված ո՞րն է ձեզ բերել այդ տրամադրության մեջ։ Որը։ Հայաստանի սահմանադրության փոփոխությունը, հրաժարումը, Նիկոլի հավերժությունը, այն ինչ որ առաջարկեց Ջեյ Դի Վենսը։ Առաջարկեց, ակնարկելով, որ այս ամեն ինչը չէր լինի, եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ։ Այո, այս ամեն ինչը չէր լինի, եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, ավելի լավ բան կլիներ։ Հայաստանը չէր ունենա այդքան կորուստներ, եւ տարածքային եւ մարդկային։ Հայաստանը չէր ունենա քաղաքական այսպիսի կորուստներ, որ ստիպված լիներ իրականացնել թուրքական երազանքը, զրկել սեփական երկիրը ատոմային տեխնոլոգիաներից, սեփական երկիրը դնել կախվածության մեջ մեկ այլ երկրից։ Տեխնոլոգիաներ, զենքեր, ինչ զենքի մասին է խոսքը։ Հետախուզական դրոններ, որը առաջարկում է Հայաստանի որպես ռազմական համագործակցություն եւ սրան ծափ տվող կա։ Ես ուզում եմ դրանց դեմքերին նայեմ։ Լուրջ հետախուզական դրոնները դա այն թեման է, որին կարելի է ծափ տալ։ Հետախուզական դրոն ինչին է պետք մի երկրին, որի վարչապետը, որի նշանակում են հավերժ վարչապետ, ասում որ այս երկրին բանակը չմեկ խաղաղության են գնում։ Երբ որ թշնամի զինվում է եւ հենց հիմա ինքը 6 միլիարդի լրացուցիչ ռազմական հարձակողական զենք է գնում Եվրոպայից, ինքնաթիռներ։ 5-րդ սերնդի ինքնաթիռներ է գնում 6 միլիարդի, ինքը նախապատրաստում է Հայաստանի հետախուզական դրոնները ո՞նց է փրկելու։ Այո։ Ես չգիտեմ Հայաստանում քաղաքական միտքը ինչքանով է զարգացած, բայց սենց դեպքերում դու հասկանում ես, որ Հայաստանում ոչ թե միտք է զարգացած, Հայաստանում ուրիշ բան է զարգացած։ Հողի դիմաց ծափ տալու արվեստը, սեփական հայրենիքը թանկ գնով հնարավորինս թանկ գնով վաճառելու արվեստը, մարդկանց ստելու հիմարացնելու արվեստը, բայց ոչ երբեք սեփական երկրի շահերը գնահատելու եւ պարտադրելու ամենակարևոր արվեստը։ Որտեղ քաղաքականությունը դրա մասին է, քաղաքականությունը գցնելու, խաբելու, տեղավորվելու մասին չի։ Քաղաքականությունը սեփական երկրի շահերը պարտադրելու մասին է, հնարավորինս պարտադրելու։ Իսկ այն ինչ որ մենք տեսանք, այս մեկ ուղղակի թուրքական երազանքի իրականացում։ Ես երեք ընդհանրապես ասել Պոլ Գոբլի խոսքերի հիման վրա հիմնվելով, որ քանի որ Պոլ Գոբլը կետ առ կետ նշեց այն կետերը, կետ առ կետ, որով այն օրակարգով ինչու գալիս է Ջեյ Դի Վենսը, ընդեր չկար ռազմագերիների հարց, ընդեր չկար քրիստոնեական մշակույթների պաշտպանություն, ինչի մասին խոսում են, ստում են ինչի մասին։ Չկար ոչ մի բան, կար մի բան, Միջանցք եւ Ադրբեջանի գերակայություն տարածաշրջանում։ Իդեպ, սահմանադրության մասին խոսենք։ Հիմա ինչ Ջեյ Դի Վենսը պարտադրել է Ալիևին ասի, դու եք քո սահմանադրությունից հրաժարվի, հա? Սահմանադրորեն հրաժարվի այն ինչը դու խլեցիր հենց ընդամենը այս ամսվա մեջ Հայաստանից։ Հիշեցնեմ ձեզ, Նախիջևանի ինքնավար մարզը սահմանադրորեն ինքը խլեց ռուս-թուրքական դաշինքից, որը խլել էր Հայաստանից։ Եթե չկա Մոսկվա եւ Ռասի պայմանագիր, նշանակում է տարածքը Հայաստանա։ Իսկ Ադրբեջանը վերցրեց իր սահմանադրության մեջ դրեց Նախիջևանը որպես իր տարածք։ Այսինքն այն ինչ որ Ռուսաստանը անում է Դոնբասում, Կուզբասում, այսինքն Ռուսաստանը չի կարող անել, բայց Ադրբեջանը կարող անել։ Ինչի՞։ Հարց ինչի՞։ Որովհետև Ադրբեջանը տարածքաշրջանում պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, հա։ Դե եկեք ծափ տանք։ Եկեք ծափ տանք մի երկրի քաղաքականությանը մեր նկատմամբ, որը մեզ իր հերթին զոհաբերում է այլ երկրի շահերի համար։ Եթե միջև Ռուսաստանն է զոհաբերում Ադրբեջանի շահերի համար, հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է մեզ զոհաբերում իր շահերի համար։ Էլի Ադրբեջանին։ Ոնց պատտվում եք Ադրբեջանն ու Թուրքիան հաղթող են դուրս գալու եւ Ռուսաստանի գերատակայության դեպքում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների գերատակայության դեպքում։ Մեկը որ եկել է օրենքներից է խոսում։
որը ծափատալի Ադրբեջանի օրը ցերեկով տարածքային գողության վերաբերյալ, իսկ Հայաստանից ոչ մի ձև, լսեք, եթե չի աշխատում Ղարսի եւ Մոսկվայի պայմանագրերը, նշանակում է դա Հայաստանն է, որովհետեւ Հայաստանից դա օտարվել է հենց այդ պայմանագրի հիման վրա, ընդ որում ոչ միայն այդ տարածքները, Հայաստանի ԱԳՆ-ն, Բերոնակապա, Հայաստանի քաղաքական դաշտն է լուր, նույնիսկ ճակերտավոր ընդդիմադիրները, որոնք ծափ են տալի DJ Vance-ին, լուր, օրը ցերեկով, ասում եմ, Հայաստանը ուրիշի սահմանադրությամբ կոպանան մասնատվում է, օկուպացվում է, իսկ Հայաստանը դեռ պիտի իր սահմանադրությամբ հրաժարվի սեփական տարածքներից, որը փաստորեն պարտադրում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, նաև ասելով հանդերձ, որ ճիշտ է, ես երևի իրավունք չունեմ, բայց ես իմ աջակցությունն եմ հայտնում Փաշինյան Նիկոլին։ Ոնց այդ ինչի Ռուսաստանը չի կարող դա անել, փաստորեն դա ներքին գործերի միջամտության փորձը, DJ Vance-ը կարող անել, դա ներքին գործերի միջամտել չի, հա։ Հիմա ես փաստորեն համեմատում եմ երկու հանցագործություն եւ ասում եմ, եթե կներեք, եթե Ամերիկային կարելի է, ուրեմն Ռուսաստանին է կարելի, կամ եթե Ռուսաստանին չի կարելի, Ամերիկային չի կարելի։ Մենք էս ինչ քաղաքականություն ենք վարում։ Սա ոնց է կոչվում հայերեն բառ կա սրա համար։ Ուղղակի եթերային չէ այդ բառը, որ ես հիմա ասեմ։ Գնանք հերթով։ Ես ուղղակի ես այցելությունով եւ ես կոմպլիմենտներով ողջավորվածներին հիշեցնեմ ով է J.D. Vance, հա, ով է ինքն ընդհանրապես։ Ոչ միայն որ ինքը ներկայացնում է այսօր աշխարհի մակարդակով հանցագործ կլանի ներկայացուցիչն է, հանցագործ աշխարհի մակարդակով։ Մանկապիրծների, սերական մարդասպաների եւ այդ մարդասպաներին կոստողների աստորը։ Հələ տան դնում եք մի կողմ, որը ինքնին արդեն լուրջ հանցագործություն։ Նաև սա մեկն է, որ ընդհանրապես մի տարի առաջ Թրամփին համարում էր ապուշ, սրիկա։ Ինչ ասես։ Թրամփին այտենց էր համարում, այսօր ներկայացնում է Թրամփին։ Հիմա DJ Vance-ի հայտարարությունից ողջավորվածներին, կոմպլիմենտներից ուրախացածներին ասեմ, վաղը նույն ձևի ձեր մասին է ասելու։ Որտեղ եթե սրիկային կարող այսօր քցնի, ինչի չի կարա իր գովացածին ասի, մի սրիկայել նայեր։ Ուզում եք sense հարաբերություններ, այսինքն դուք ուզեք չուզեք դուք այս հարաբերությունների մեջ եք, սա այն հարաբերությունն է, որ ձեզ հասնում է իրականում։ Սա է ձեր նիշան, սա է ձեր քաղաքականության մասին ունեցած պատկերացումները, հա։ Որտեղ անառակությունը ուղղակի օրվա ռեգլամենտի մի մաս է։ Եվ դա նորմալ ռեգլամենտ է։ J.D. Vance-ի եւ Թրամփի համար սա իրոք առօրյա է։ Որտեղ սա մեղքերի մեջ երևի ամենաթեթև մեղքն է, որ կարող են աշխարհում գործել։ Բայց ուղղակի եմ ասում, այն հանգամանքը, որ ասես Նիկոլ Փաշինյանը լավ տղա է, ճակերտավոր եմ ասում, դա չի նշանակում, որ վաղ ասել է մի ստահակել է մեր։ Ու կլինի ճիշտ։ I think Putin never wanted the actual peace treaty to happen because he wanted there to be a continuing conflict so he could stir the pot. The treaty was initialed by the foreign ministers in the White House with President Trump present last August 8th, but President Aliyev has said, I'll only sign it if and when Armenia amends its constitution to eliminate any ambiguity, and we can go into more detail on that if you want, but anyway, any ambiguity about whether Armenia might have any territorial ambitions regarding Azerbaijan's territory. That's a very difficult thing to accomplish, amending the constitution, especially under political pressure. But it seems Prime Minister Pashinyan is committed to doing it, but politically he needs some help to make it happen. And I think Vice President Vance's visit to Armenia will help provide that political momentum and political cover for Pashinyan to say, we have to go forward with amending our constitution. Դեռ թարգմանեմ ինչ էր ասում։ Ալիևը ասել է չի լինի խաղաղության պայմանագիր ստորագրելու, եթե Հայաստանը չփոխի իր սահմանադրությունը, չհրաժարվի տարածքային պահանջներից։
Արցախից։ Եվ ինչ ասում J.D. Vance-ը հենց գնում է դրա համար Հայաստան, որ հայտնի իր աջակցությունը այդ փոփոխությունների համար, որովհետև Փաշինյանը ինքը մենակ չի կարող դա իրականացնել։ Սա Մեթյու Բրազիլը, որը դեսպան է եղել Ադրբեջանում, սա դա հետ կապ չունի դեսպան եղել թե չի եղել։ Սա այսօր հայտարարեց հենց J.D. Vance-ը։ Երեք ասեց Գոբլը, այսինքն բոլորովին նշանակություն չունի Մեթյու Բրազիլյան Ադրբեջանի տպավորությունների տակա թե չէ։ Սա Ամերիկայի Միացյալ Նահանգների օրակարգն է այսօր։ Ինչա պետք այդ ճանապարհը բացելու համար, Ալիև ջան։ Ինչ ես ուզում որ Հայաստանը անի քո համար։ Ինչ դիրքով կանգնացնեմ Հայաստան։ Ուզում ես ատոմակայանը փակեմ, ուզում ես ջրային ռեսուրսներ ներքեսնամ, ինչ ես ուզում։ Հա, որովհետև դու ես իմ հենարանը։ Ոչ թե ինչ որ ողորմելի չնչին հալած, որը նույնիսկ սեփական տան մեջ որոշումներ կայացնելու իրավունք չունի, ոչ բարոյական, ոչ ֆիզիկական։ Սա է այսօրվա Ամերիկայի Միացյալ Նահանգների վերաբերմունքը Հայաստանին։ Դեմա կարելի է ուղղակի միակողմանին ասել դրանց սրիկա կարելի է, բայց երևի առաջին սրիկան նրանք են, ովքեր Հայաստանը բերել են հասել են այս վիճակի, որ տերությունը, որ դիրքով ուզում է Հայաստանին կանգնացնում է թուրքերի առաջ։ Ընդդեմ ոչ թե իր առաջ, թուրքերի առաջ, որպեսզի թուրքերը իրենց, ես ասում թուրքերը ադրբեջանցիներն էլ իրեն նկատում են միասին, որպեսզի թուրքերը այդ երկրների համար որոշակի ծառայություններ մատուցեն։ Ռուսաստանը մեզ են սկուտերին վրա մատուցեց, որպեսզի ստանա աջակցությունը Ուկրաինայի վրա հարձակվելու համար։ Ամերիկանցես մատուցումը, որպեսզի ստանա ճանապարհի հնարավորություն եւ հազվագյուտ մետաղներ հանելու 9 միլիարդի, որը կոչում է ոչ թե ներդրում, այլ առևտուր, ընդհանրապես արտահանում։ Բայց որը ներկայացնում են որպես ներդրում։ Վաղը ում բերանից լսեք, որ մեդիայից լսեք, որ սա ձևակերպել է որպես ներդրում, ուրեմն իմացեք, դուք գործ ունեք կատարյալ հայկահայ սրիկայի հետ։ Դա լինի անհատ, դա լինի մեդիա, դա լինի ով ուզում է։ Դուք ձեր առաջ տեսնում եք կատարյալ սրիկա, հակահայ։ Որտե DJ Vance-ը նման բան չի ասում։ Ոչ մի խոսակցության մեջ, ոչ մի ինվեստիցիայի մասին խոսք չի եղել։ Ընդհանրապես եղել է խոսք առևտրի մասին, արտահանման մասին։ Իսկ արտահանում ինչ պետք է հանի։ Մտիկ դեռ մտածեք, ինչ պիտի հանի Սյունիքից այն հազվագյուտ մետաղները, որի համար թաս կանգնեցին ուկրաինացիներին, ասեցին տվեք մեզ, դուք խնդրեմ չունեք, խաղաղությունը արդեն ձեր մոտ հաստատված է։ Հիմա էլ միջև հունիս գնացին, միջև հունիս դες կկոտորեն, հետո էլի կկոտորեն, հետո էլի կկոտորեն, նայած, երբ կհամաձայնվի դադարեցնել կոտորածը Պուտինը։ Ես հիմա հարց եմ տալիս։ Սա նույն երկիրն է, նույն քաղաքականությունը, նույն դեմքերը։ Դուք շարունակում եք այս ամեն ինչի վրա հույս դնել։ Ու ծափ տալ հետախուզական դրոններով, հետախուզել ինչը։ Ձեր վրա թռնող հրթիռները։ Ինչ անելու այդ հետախուզական դրոնները հրթիռների դեմ։ Դրանք հակառակորդային պաշտպանություններ չեն։ Դրանք ռազմական համագործակցության պայմանագիր չի։ Դա այն ստատուսը չի, որ Հայաստանին պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որը կապահովել իրեն ցանկացած ոտնձգությունից Ադրբեջանի կողմից։ Ոչ, չկա նման բան, նույնիսկ խոսակցություն նման չկա։ Բայց դա կներկայացվի որպես այդպեսին, քանի որ դե մեր ժողովրդի մի մաս երևի ուզում է լսի, ուզում է դա լսի, որ գնա քնի հանգիստ, որ ինքը չմտածի, այ երկիրը վատ վիճակի մեջ է եւ ինքը պարտավոր է մի բան անել։ Գնա գլուխը մտցնի վերմակի տակ ու հանգիստ քնի ասի, ինձ խափել են, բայց ես ուզում եմ խափված լինեմ, որովհետեւ զուն գիշերը հանգիստ քնել։ Դե ինչ, դա էլ ընդունություն է։ Ես չեմ կարող ասել, արդյոք ինչ են այդպես արվում։ Բայց որ դա լավ իմանան դրա հետևանքը։ Լսեք, ոչ մի բան փակվում չի։ Լսեք։ That's not really an option for all the nevuas, all the prophecies. And not only goyim as individuals, you could say that we broke down their nationalities and there are all a bunch of yechidim running around. Ասում եմ մենք ոչ միայն այդ գոյերի, ասում եմ արդեն իրանց ազգային պատկանելություններն են, պետություններն են քանդել,
Ընդ որում գոյերի այն տեսակի, որ պետականություն ունեն, որ մշակութային ժառանգություն ունեն, լսեք, No, as nations even. As Goyim, they're gone. նույնիսկ որպես nation, որպես ազգ, արդեն նրանք գնացել են, չկան, գոյություն չունեն։ Their personality, as they exist bifnei atzmam, as they would exist independently of Klal Yisrael, they don't exist. Չկա ասма, որպես անկախություն արդեն գոյություն չունեն, գոյություն չունեն այդպես ազգեր ասма։ In modern terminology, they call it cultural genocide. Լսեցիք։ Մոդեռն բարերով նրանք կոչում են սա մշակութային ցեղասպանություն, շփոթում է։ Սա այն է, ինչ որ մեր հետ անում են։ Սա այն է, ինչ որ մեր հետ ալվում է, որին ծափ են տալիս հայկական ազգանունով, չգիտեմ դրանց ինչ ասես, գոյերը։ Լսեք, դուք մեկը գոյ եք իրենց համար։ Ինչպես բոլորս։ Սա այն է, ինչ որ իրականացում է մեր նկատմամբ։ Ոչ միայն մեզ զրկել պետականություն ունենալու հնարավորությունից, այլ կոտրել մեր ամենակարևորը ինքնությունը, պատմական ժառանգությունը, ազգի կառուցվածքը։ Հիշում եք Էրդողանը ինչ էր ասում։ Հայերին, իր գրքի մեջ էր այն գիրքը, որը Փաշինյան Նիկոլաս Սեղմել այդ գրքին։ Հայերին դեռ ազգի զգացողություն է տալի երկու հանգամանք, դեռ եկեղեցին ու սփյուռքը։ Իրականում ոչ մի բան չկա դատակացում։ Եկեղեցին է, սփյուռքն է, հարցակման տակ է եւ դրանց կոտորելը ժամանակների բան է։ Փշուր անելը, որովհետեւ եթե չկա պետություն, հայկական պետականություն, ում շուրջն է հավաքվելու սփյուռքը եւ ում ներկայացնելու հայկական եկեղեցին։ Չէ, իրանք ուրախ են։ There's a term for it by the progressives. It's called cultural genocide. Հեգնում է։ Առաջադեմ մարդկությունը տերմինոլոգիա է, հոդին է մշակութային ցեղասպանություն։ Սա այն է ինչ որ իրենք իրականացնում են աշխարհով մեկ, մասնավորապես հայերի։ Ես ես հիմա հարց եմ տալի, այդ ո՞ր երկիրն է, որ այդպես զրկվում է պետականությունից, ով երկիրն է, որի մշակութային ժառանգությունը քանդում են, ավիրում են։ Ո՞ր երկիրը։ Բնականաբար դա ասեն, չգիտեմ, Ֆրանսիան չի կարող լինել, չէ՞։ Հիմա իրանց քթի տակ պաղեստինցիներն են, որոնք ուղղակի ժողովուրդ են, դա մշակութային ժառանգության մասին խոսք չի կարող լինի։ Իրաքում կար, ավիրեցին, Սիրիայում կար, ավիրեցին, Լիբանանն են ավիրում, որը խոշոր կենտրոնն է։ Եվ հիմա ո՞րն են ավիրում։ Գուշակեք։ Արցախ եւ Հայաստան։ Սա իրասիրագին է, սրանք իրանք որովհետեւ երբ չկա դիմացը ազգային ինքնություն, չկա ոչ մի դիմադրություն։ Իրանք գործ ունեն գոյերի, ասենք հոտի հետ, ասենք ոչխարների հոտի հետ, որը ոչ մի բանի շուրջ չի կարող համախմբվի, ոչ մի պահանջ չի կարող ներկայացնել, ոչ մի քաղաքական եւ տնտեսական սոցիալական օրակարգ չի կարող ունենալ։ Նրա միակ օրակարգը կուշտ ուտելն է։ Իսկ իրեն գոյերի համար սահմանել են այդ խաղի կանոնները։ Գոյերը կերակրում են իրար միաժամանակ վճարելով իրենց աշխատանքով։ Հա, իրենք թույլ են տալի, որ գոյերը աշխատեն, տեսեք, ստրկության կատարյալ ձև, ժամանակին կատարյալը պահում էին, չէ՞ ստրուկներին, աշխատացնում էին ու պահում էին։ Այսօրվա ստրուկներին սրանք չեն էլ պահում։ Ասեն դու պիտի աշխատես, պահես քեզ ու ինձ։ Դու զանից այն կողմ օրակարգ պետք է չունենաս։ Դու պիտի ոտերից տակ չընկնես։ Դե ես նույնիսկ եմ կրկնում, շատերը կամ չեն հասկանում տոտալ, այնքան ապուշ չեն հասկանում, կամ ուղղակի նորմալ է իրենց համար, իրենք են վճարվում այս բանից, թուլափայաստանում են եւ իրանք գոհ են, որովհետեւ իրենք են հասկանում, իրենց ողորմելի գոյության համար ոչ մեկ իրենց ոչ մի կոպեկ չէր տալու։ Դավաճանության համար միշտ էլ թողտվող լինի։ Անառակության համար առավել ևս։ Ու վճարում են մարդիկ։ Ստացող ուրախ է, վճարողը ուրախ է, ովքեր են տխուր, ովքեր կորցնելու բան ունեն։
ում համար ինքնությունը, հայրենիքը, ժառանգությունը, պատմությունը, հիշողությունը, տեսակը, արժեքը, այ դրանց համար կոմֆորտ չի այսօրվա սրանց աշխարհում, սրանց, որոնք ղեկավարում են եւ Ջեյ Դի Վենսներին, եւ Թրամփներին, եւ թելադրում են օրակարգը, որ երկիրը պետքա պատերազմի մեջ մտնի, որ երկիրը պետքա քանդվի, որտեղով պետքա ճանապարհ անցնի, ում վրա է պետք կրակել, ում վրա պետք չի կրակել։ Ծափ տվեք հայր ջան, որ իհարկե ծափ տալիս էլի։ Սա էլ մասնա, որ ես ասում եմ, պատասխանելով Սյունիքով Ադրբեջանը էքսկլավ Նախիջևանին կապող Թրամփի ուղու մասին, Վենսն ասել է, թե իր կարծիքով խնդիրը ներդրումները չեն, այլ այն, որ Հայաստանի վարչապետը հնարավորություն ունենա շարունակելու այդ ծրագիրը։ Չեմ կարծում, թե խնդիրը փողն է, կարծում եմ, որ մեծ հետաքրքրություն կա այս ծրագրի նկատմամբ, ներդրումներ անելու Հայաստանում ու Թրիփ ծրագրում, հայտնայն է, թե ինչպես անենք, որ խաղաղության գործարքը հաջողության փուլ տեղափոխվի, ինչպես անենք, որ վարչապետը կարողանա կենտրոնանալ ապագայի վրա։ Ես գիտեմ, որ ընտրություններն առջևում են, այդ մասին չեմ ուզում խոսել, բայց եթե իմ աջակցությունը ինչ-որ բան նշանակում է, ապա նա անշուշտ ունի այդ աջակցությունը։ Նա մի մարդ է, ով կարող է երկարատև գործընկերություններ կառուցել, որպեսզի ծրագրերը գլուխ գան։ Սա մի գիշերում գլուխ եկած բան չէ, ճիշտ ասում։ Բայց օգոստոսի 8-ին հաջորդած ամիսները մենք արդեն նշանակալի առաջընթաց ունենք։ Մի բան մոռացա ասել, սա մի մարդ է, որ երկիրը ողողել է իր ժողովրդի արյան մեջ։ Սա մի մարդ է, որ եկավ այլ տարածքների վրա որպես վարչապետ, այսօր դրա համարյա կեսն է մնացել։ Սա մի մարդ է, որը պատրաստ ամեն ինչից հրաժարվել իշխանություն պահելու համար։ Այսա կլիներ ճշմարիտ։ Բայց քանի որ ինքը ներկայացնում է Թրամփին, իսկ մենք գիտենք ով է Թրամփը, ինքն էլ գիտի ով է Թրամփը, շատ բնորոշ նկարագրել է, չէ՞։ Սրիկա տականք, ինչ ասում է դա։ Իրաց գտելը։ Սրանց գրողի ծոցը, հարց, մենք ինչ ենք ուզում։ Մենք։ Թող ոչ մեկ չասի, վայ, դե Ամերիկան որոշել է արդեն մենք ինչ կարող ենք անել։ Ամերիկան որոշել է, թող իր համար որոշի։ Թող իր համար որոշի, Ամերիկան այլ բան ուներ նաև որոշած։ Այլ բան, դեռ 100 տարի առաջ։ Երբ սրանք մոռացել են, որ Ամերիկան այլ պարտականություն ուներ Հայաստանի նկատմամբ, որը վերցրել են Վուդրո Վիլսոնի իր վրա։ Մեզ հարց են տալիս, վայ այս անասունի մեկը չկա ասելու, ընկեր, ինչ Թրիփ, ինչ բան, ինչ սահմանադրություն, որ դու հիմա չես արա, դու երկրի ներկայացուցիչն ես, որ ուրիշ պատասխանատվություն ուներ իր վրա։ Հայաստանի նկատմամբ քո երկիրը այլ պատասխանատվություն ունի, ու սրա մասին ոչ մի քաղաքական գործիչ, ուժ, շարժում գրողի տարած չճպսեց երեսին, չդիմավորեց պլակատները, որ ասի, այս տահակ, ինչ Թրիփ, ինչ սահմանադրության փոփոխություն։ Քո երկիրը իմ նկատմամբ պարտականություն ունի, արա, եթե դու պետականությունդ հազգող մարդ ես, դու այսօր պետք է ներողությունով գայր Հայաստան, ներողությունով, որ դու խաբել ես մի ամբողջ ժողովուրդ, դու չես կատարել քո նախագահի վերցրած պարտականությունը, դու այսօր եկել ես ուրիշ նախագահի, ուրիշ թեմաներով ես իմ հետ խոսում, մոռանալով անցյալը, բայց քանի հոգի կա իրեն մերսակից չասեմ, իրեն ադեկվատ համարող, որ նույն երկրի արդեն ուրացած փաստը ասել է կարող է բանալի, լավ չձևակերպի, որ նույն երկրի ասածը կարող է լուրջ ընդունի, երբ որ նախորդը ուրացել է։ Հարց։ Երբ որ իր աչքի առաջ, իր ճանաչած տարածքը Ադրբեջանի մի շաբաթ առաջ սեփականացնում է սահմանադրությունով, չի ասում, հələ մի վարքեն, հələ։ Էս ինչ ինքնիրավչություն է տարածքում։ Էս ինչ ինքնիրավչություն է աշխարհում ընդհանրապես։ Երեկն չի ասի, որտեղ ինքը առաջին ինքնիրավչություն իրականացնողն է։ Ուրիշ երկրի նախագահ գողացողն է, ուրիշ երկրից տարած խլողն է։ Հիմա սրանց պարանի խոտ փռողը ով է, ինչ ասես դրանց, ես չգիտեմ։
Ոչ միայն քաղաքական իմաստով, ամենակարևորը մարդկային բարոյական իմաստով սրանց ծափկվողներին ինչ ասես։ Որովհետև նայեք, այս ամեն ինչը ժամանակավոր է, սրանք գալու են գնան, իրավիճակը փոխվելու, sense բաներ է եղել պատմության մեջ։ Բայց սրանք մնալու են, չէ՞։ Այս սրանք ծափկվողները մնալու են, չէ՞։ Վաղը աչք աչքին բռնելու է, չէ՞։ Բայց չեմ ասելու արա։ Ես դու ես ծափ տալիս։ Ես ինչի՞դ վրա էի ուրախացել։ Ապրենք, կյանքը ոչ երեք է սկսվել, ոչ վաղն է ավարտվելու։ Այսօր ցանկացած մարդ, անկախ քաղաքավիճակից, քաղաքական պատասխանատվությունից, ճռճռամ ստատուսներից, պետք է շատ լավ իմանա։ Կա նաև վաղը, մյուս օրը ու ամեն ինչ փոխվում է կյանքում։ Ու այն արագությամբ, որ հիմա է փոխվում, դժվար է ասել մեկ շաբաթ ինչ կլինի։ Ընդհանրապես դժվար է ասել մեկ շաբաթից DJ Vance-ը ուժ կլինի Թրամփի հետ միասին։ Որովհետև եթե իրանք իրոք ապրեն ժողովրդավարական երկրում, Թրամփը արդեն մեկ տարի առաջ պետք է կալանավորված լիներ։ Հենց առաջին օրը, որ ինքը եկավ, ինքը պետք է հրապարակել իրենց պիղծերի ֆայլերը, դոկումենտները, եւ այդ պարզ էր դառնալու, որ ինքը իր ամբողջ թիմով անտեղ հենց մասնակիցների մեջ է, ինչը ասում է իր դատախազը, որ ես ոնց անձերբակալ եմ, կքանդվի իմ պետականությունը։ Սրանք իրանց ամբողջ կազմով հանցագործ են։ Ու ինչքան իրանք կմնան հələ պետականով, դա կախված է ամերիկացի ժողովրդից։ Բայց Եվրոպայում սրանց գործընկերները արդեն կալանավորվում են, արդեն քրեական գործեր կավարել բլեկները։ Այդ չեմ ասում, որ Բրիտանիան է պահանջել սրանցից ոչ խմբագրված ֆայլերը տա, փաստաթղթերը, ոչ խմբագրված, որ իրանք հասկանան ի վերջո իրանց պետականության մեջ ինչ է կատարվում։ Որովհետև ոնց կքնի մեկը, որ գիտի իր վարչապետը կամ նախագահը կամ թագավորը կամ նախարարը մարդ է ուտում, մարդ, երեխա, որպեսզի երիտասարդ մնա։ Ու սա դրանց ներկայացուցիչն է։ Դե իմ ասեք, ինչքան երկրածրագիր եք ուզում այդ կազմել, դուք գիտեք։ Փաշինյան Նիկոլն ասում է ժապկետից չենք շեղվելու, չէ, Մարտին արդեն ունենալու ենք նոր սահմանադրություն, չի լինելու հղում հռչակագրի վրա, չի ինքը որոշել է արդեն։ Հարց, խորհրդարանում են վերընկած ընդդիմությունը ուր է։ Այ դիակներ, ձեն հանեք, այ հանցագործներ, ձեն հանեք, դուրս եկեք, բոյկոտեք, այ տխմարներ, ձեզ ուրիշ բառ չի հասնում այսօր ասելու։ Ելեք ասեք, մենք սահմանադրություն ընտրող չենք, այսօր ավիրեք այս բանը խորհրդարանը, ասեք չէ, պրտա դու մեր անունից չես կարա սահմանադրություն հրապարակես, չես կարա առաջարկություններ անես։ Մի բան արեք, որ ժողովուրդը չթքի ձեր երեսին, որովհետև չեք անում պարզից պարզ է, որ դուք համատեղ միասին ուժերով այս ամեն ինչ իրականացնողներից եք։ Այս երեխեն 13 տարեկան աղջնակ էր 20 թվականին Արցախյան պատերազմի ընթացքում Ռուսաստանի գեղարվեստի առաջնություն ելույթ ունեցավ Արցախ մեղեդու ուղեկցությամբ։ Պատերազմից հետո նա արցունքն աչքերին իր ելույթը նվիրեց հայերի հերոսական դիմադրությանը, արժանանալով ազերիների ծաղրանքին եւ հալածանքին։ Նա էլ հերոսաբար դիմակայեց եւ այսօր Ռուսաստանի եռակի չեմպիոն։ Այսօր օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մեր գեղարվեստի զույգի հերթն է դիմակայելու նույն ճշմարը։ Բայց զավեշտալին այն է, որ եթե ազգը չբողոքեր, ապա միջազգային հարտοκում ոչ ոք ուղղակի չէր իմանա մեղեդու պատմության իմաստը։ Իսկ բանը նրանում է, որ Ադրբեջանը կարողացել է հասնել, որ հնչող մեղեդին, որը Արցախ երաժշտությունն էր Արագ Գևորգյանի, հայտարարելու ժամանակ նա պահանջում էր ընդհանրապես, որ մեղեդին չհնչի, բայց հասել է նրան, որ հայտարարելու ժամանակ Արցախ բառը չի օգտագործվել։ Ասել է, երգը հնչել է, բայց Արցախ բառը հայտարարության ժամանակ չեն ասել։
Ադրբեջանն է որոշում, որտեղ պետք է ինչ հնչի, որտեղ ինչ պետք է գրվի, ում սահմանադրության մեջ ինչ պետք է լինի, որ երկրի ղեկավարը ինչ պետք է ուտի, ինչ պետք է խոսա։ Ես չգիտեմ, մենք այս երախիքի դեմքի ոնց ենք նայում։ Սա Ստեփանակերտն է։ Մուհամի փառատոն են անցկացնում։ Սա մեռնելիք է։ Բայց ես ցույց չեմ տալիս մարդկանց, որ նրանք ասեն, այ գնանք մեռնենք, որովհետև ես գիտեմ, մարդը ասում է, որ քեզ լսում է մեռնելս գալիս է։ Ես չեմ ասում, որ մարդը մոտ մեռնելու ցանկություն ունենա, չէ։ Դա թուլության զգացում է, ինչ է նշանակում, պրոբլեմը տենում ես, ուզում ես գնաս մեռնես, ոչ։ Դա քո խնդիրն է արդեն, քո թուլությունն է։ Այս ամեն ինչը լսող adekvat մարդը հարցերին լուծում է ման գալիս։ Հարցերին լուծում է ման գալիս, ոչ թե մտածում է լավ գնամ հանձնվեմ ամեն ինչ պրծելա։ Օ բոժե մոյ, չէ։ Ով այդպես մտածում է, դա իր թուլությունն է։ Պետք է ինքը շատ լավ հասկանա։ Սա մեր Ստեփանակերտն է։ Այն երեխեն, մեր երեխեն էր, որ արդյունքը աչքերին էր ելույթ ունենում, որին ծաղրում էին։ Գիտեք ինչի, որովհետև իրան դավաճանել էին։ Այսօր ցեղասպանական գործողությունները, որ արվում է Հայաստանի նկատմամբ, որը պլանավորված է տեսակում կողմից, իրականացվում է էլի գոյերի ձեռքով, էլի իրաց կեղտոտ ցեղերի ձեռքով, որտեղ ամբողջ կեղտը հարյուրամյակներ շարունակ իրականացվել է հենց այդ կեղտերի ձեռքով, թուրքերի ձեռքով, հասկանում եք։ Մենք գիտենք դա, մենք գիտենք։ Մեր գործը այդ իմանալուց հետո ոչ թե հանձնվելն է, այլ լուծումներ քննելը։ Չէ՞ որ այդ լուծումը այսօր մեր ձեռքն է։ Այդ քվեն մեր ձեռքն է։ Այն խորհրդարանում վերընկած շակերտավոր ընդդիմության ձենտվողները էլի մեր մեջից են։ Դրանց այդ հանդիպումներ ունեցողները, դրանց գովացողները էլի մեր մեջից են։ Ես ուղղակի մտածում եմ Աննա Հակոբյանը նեղացած չեմ լինի, այս Մուղամի փառատոնին իրան չեն հրավիրել։ Պետք է ընդհանրապես նեղանա մեր հիվանից, որովհետև ինքը առաջարկում էր, չէ՞, առաջարկում էր, չէ՞, սուրճ խմել, թեյ խմել Շուշիում Մուղամի տակ։ Այնա չգիտեր, մեր հիվանը ամեն զիբիլի կապտեց սեղան չի նստում, փաստորեն, նույնիսկ մեր հիվանը, հա։ Սա Աջապահյանի գործով դատավորն է։ Այս դեմքին նայեք, որը հրաժարվել է ինքնաբացարկայից։ Հազիվ իրան աթոռ են տվել, հազիվ դատավորի կոչում են տվել, հազիվ ձեռքը կա այն մուրճը, որ ամեն խփելուց հաշվի վրա հազարներն ավելանում են դոլարով։ Ամեն մուրճը խփելուց, կամ տասնյակ հազարները, հազիվ էդի տվել են։ Լսա դեմքին նայեք։ Սա այս թալիբի երկիրը, որտեղ սա դատավորն է, օրենք որոշողն է, ով կմնա կալանքի տակ, ով իրավունք ունի ապրելու ազատության մեջ, ով բանտում։ Սա Նիկոլի թալիբներն են։ Ու այս Նիկոլի թալիբների երկրում մենք ասում ենք պետք է ապրենք։ Ու հələ հույս ունենալով, որ մենք այդ ապագա ենք ունենալու։ Գիտեք ես հասկանում եմ ինչ անում։ Չէ։ Չէ, որովհետև Նիկոլը հատուկ սրանց է ընտրել։ Հատուկ այն մարդկանց է ընտրել նշանակի պաշտոնների։ Նույնիսկ դատավորի պաշտոնի, որոնք տարական կրթություն նույնիսկ չունեն։ Անկալունակության իմաստով եմ ասում, դիպլոմը չէ, անկալունակության իմաստով, որ հասկանան իրենց արածի հետևանքները։ Որովհետև եթե մեկ մարդ լիներ այդ շարքերում, դա վաղուց հրաժարական պետք է տապացնել, դուրս պետք է կամ ապստամբացնել, բողոքացնել, բայց ինչպես տեսնում եք նման բան չկա, ինչի, որովհետև ամենանողկալի, ամենաիմբիցիլ, ամենաանորակ, ամենատգետ, ամենակեղտոտ շերտին է ինքը հավաքել շուրջը
որպեսզի կարողանա իրականացնել այն, ինչ որ անիրականանալի էր թվում ընդամենը մի քանի տարի առաջ։ Անիրականանալի։ Սա աստորեն վերեց, հասցրեց այս ինչը։ Այն որում նկատել եք Ռուսաստանի ձայն չէ։ Ոչ մի ձայն։ Ծպուն չկա։ Անես տպավորությունը, որ սա Հայաստանի հետ չի կատարվում։ Անես տպավորությունը, որ ասենք Զախարովան կամ Պուտինը մեռել են, բայց իրաց չեն ասում, որ տրամադրությունները չլինի։ Էս ինչ լուր համաձայնվեցված թատրոն ասեն, սահուն իդեալական գնում է։ Ով կմտածեր, որ ռուսներն ու ամերիկացիները այս կարգի սահուն սենց իրար հետ համաձայնվեցված գործարքի մեջ կարող լինեն։ Նաև Հայաստանի հետ։ Անկեղծ ես պատրաստ չէի սրա։ Սա է, սա։ Սրանք եկել են մեզ փրկեն, ժողովուրդ ջան։ Հա, բա իրանք են փրկելու մեզ, բա ոնց։ Սրանք։ Այս մանկահասակ երեխեքին պղծողն է, այս սրանք։ Բիլ Քլինտոնի հետ։ Հա։ Նայեք սրանց ինչ են։ Սրանք եկել են մեզ փրկելու։ Այո։ Աշխարհը գիտեք ինչ է ցնցված ուղղակի ամերիկացիներն առավել ևս։ Որ ինչքան ժամանակ է այս ամեն ինչը պարզ է եւ ոչ մի պատասխանատվություն ենթարկված մարդ չկա նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այն դեպքում որ Նորվեգիայում արդեն քննարկում է պարլամենտը, որ թագավորական ընտանիքին զրկի թագավորական ընտանիքի ստատուսից, որովհետև այդ թագավորական ընտանիքը խառնված է այս ամբողջ մարդակերների, այս սպանությունների, այս առևանգումների, պեդոֆիլիայի ցանցի մեջ Նորվեգիայի պարլամենտը քննարկում է իր թագավորին զրկելու այդ ամեն ինչից եւ պատասխանատվության ենթարկելու մասին։ Ամերիկայում նույնը։ Breaking news, y'all. This shit is crazy. Today, the Norwegian parliament is going to introduce a bill today to discuss abolishing the monarchy because the royals are in the Epstein files. Ես մի քանի օր առաջ խոսացի, չէ՞, որ դրանց թագուհու բանին երեք ենք նայում կարծեմ թագուհու կրծքին բրոշ կար պիցայի նշանով հիշում եք ով է հիշում եք բրոշը պիցայի նշան այսօր է բացահայտվել դա ինչ սիմվոլ է դա դեռ 2014-16 թվականին բացահայտված պիցագեյթ պիցայի պատմությունը պիցերիայի Վաշինգտոնի սրտում այդ պիցերիայի որտեղ իրականացվել է այդ ամեն ինչը որտեղ եղել է սպանդանոց երեխեքի որտեղ երեխեքի մսից բաներ են սարքել այդ պիցայի սիմվոլը Նորվեգիայի թագուհու ոսկուց այսպես կրծքին խփած էր ու բոլոր տեղն իրենք կան եւ իրենց դեսպանները եւ իրենք եւ պարլամենտը առաջարկություն ամսել դրապես այդ ինստիտուտի նկատմամբ ուզում են վերացնել այդ ինստիտուտը իրանց հետ միասին իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում լրացումը ոչ մի բան So Pam Bondi says that if they arrest everybody in the Epstein files, the entire system might collapse. Yeah, and that's not a warning. That's the mission statement. Are you seriously telling us that the justice system only works if criminals stay in charge? Effectively holding our country hostage? If you enforce the law, then the system breaks? Cool, then we're not living in a country. We're living in a crime syndicate with a flag. We got here by voting to drain the swamp, and now you're telling us that you found the fucking plug, but you're too afraid to pull it? You saying that shit is like saying that the firefighter found the fire, says it's real. Հասարակ մարդիկ են արտահայտում, չեն հասկանում ինչա նշանակում, ոնց է ասում, եթե ես հանցագործներին ասում պատասխանատվություն ենթարկեմ, ասում սիստեմը կքանդվի, հասուն ինչա նշանակում, ամբողջ սիստեմը հանցագործներից է կախված, բայց օրենքը ում համար է, մենակ հասարակ մարդկանց համար, վարորդներն են խոսում, ես ոտուք իմանեք ինչքան կանակության ինֆորմացիա եմ ստանում և կարդում, որ հասկանան որ շերտերն են ու ինչ արձագանքներ կա։ Ես ուղղակի ինձ հետաքրքիր է հասարակ մարդկանց ռեակցիաներ, այն որ ասենք լրագրողները, մի քիչ ինտելեկտուալները պետք է իմանային այդ մասին եւ այս արձագանքները լինել իմ համար ակնկալելի է, սպասելի է,
ինձ հետաքրքիր է Թրամփին ընտրած այս շոֆերները, այս վարորդները ինչ պետք է ասեին։ Որովհետև Թրամփին սրանք են ընտրել։ Թրամփին ընտրել են նրանք, ովքեր հավատում էին, որ դեմոկրատները մարդակեր էին, Թրամփը սուրբ ու իրանց գալու է փրկի, հանգ ապրանքներից, հանգ ձվի ձուն հանգացել էր, ասում է սա դեմոկրատները պետոֆիլ են, Թրամփը գալու է այդ ամբողջ գլոբալիզացիոն սիստեմից մեզ փրկի, այսպես տղա է, լավ ասին թողա փրկի, եկավ, ծածկեց մի տարի, միջև կողքից ցալել դուրս գալ, հիմա չեն կարողանում էլ դեմն առնել, ասում են մենք ոնց դատենք, ոնց դատենք, Նորվեգիան իր թագավորական ընտանիքին ասում դատի, իր դատախազն ասում է չեմ կարա սաղին դատեմ, ասում է սիստեմը քանդվի, այս սիստեմն է, որ Հայաստանում եկել է երկարատև խաղաղություն բերի, եւ խոսքա տվել, որ առևտուր է անելու, հանդելու է անդեր կտանի, ու սրան բան են կապիտալին ուրախին։ The fact of the matter is that every congressman that signs the AIPAC pledge to place Israel first is a traitor. They are in violation of their oath to defend the Constitution against all enemies, domestic and foreign. The problem is the manner in which the Zionist state Բոլորի խոսքերը հիմա համարյա նույն բանն ասնա։ Նույնիսկ որ ծայրահեղ թել վերում էին, ծայրահեղ, ծայրահեղ, ձախ։ Հիմա բոլորը եկել են մի հանգամանքի վրա կանգնել, որ Քենեդուց էսկոմ իրանք չեն ունեցել նախագահ, որը չի ծառայել Իսրայելին։ Իսկ Քենեդին սպանեցին, որովհետև ինքը հրաժարվեց ծառայել Իսրայելին եւ պարտադրեց, պահանջեց, որ այս AIPAC-ը գրանցվի որպես օգտարերկրյա կազմակերպություն։ Եվ ինքն ասում է, եւ չգրանցվեց բնականաբար։ Պատկերացնում եք, գործում Ամերիկայում, բայց չի գրանցված։ Միլիարդներ բաժանում, բայց գրանցված չի։ Եվ սա ասում է, այն քաղաքական գործիչները, ովքեր փող են վերցնում այդ կազմակերպությունից, նրանք արդեն հանցագործ ու դավաճան են պետության նկատմամբ։ Բացի նրանք փող են վերցնում օտարերկրյա կազմակերպությունից այդ երկրի շահերը սպասարկելու համար։ Իսկ ամբողջ կոնգրեսն ու սենատը դրանցով է լցված։ Միջև նոյեմբեր, առնվազն, թե նոյեմբերին ինչեր է լինելու, միջև ընտրություններ, միջանկյալ։ Նույնիսկ վախենալու է կանխատեսել։ Անենց որ Հայաստանում ով ինչ-որ որոշել է, որ պետք է լինի, պետք է շատ լավ հասկանան։ Իրանք ունեն մաքսիմում միջև նոյեմբեր ժամանակ։ Մաքսիմում։ The dam is breaking. Multiple governments in the EU, including Great Britain and Poland, are launching investigations of the Epstein files. They're doing this because of the additional 2 million documents that were dropped recently, which point directly to a honey trap operation by Epstein on behalf of the Russians and his possible involvement with Mossad, the Israeli intelligence services. These governments want to understand how many of our long-standing and well-known political and corporate leaders were part of Epstein's circle, were compromised, and are now under the control of foreign governments. Ոսկե գնում են Բրիտանիայի եւ Լեհաստանի մասին, որոնք սկսել են հետաքննություններ եւ պահանջում են փաստեր, բոլոր փաստերը, որ հասկանան իրենց քաղաքական համակարգում, քանի հոգի է ներգրաված այդ հանցագործությունների մեջ, որ հասկանան իրանց երկիրն ովքեր են ղեկավարում։ Սա հեղափոխություններ է բերել, որտեղ վաղ թե ուշ այդ մարդիկ բացահայտվելու են, չեն կարող հագնել։ Չեն կարող այդ մարդկանց անուն ատկանունները գրած է։ Այսօր որ այդպես ջնջած է, տեղ հագցրած է, դա դեռ չի նշանակում դեռ որ ինչ-որ տեղից դուրս չի գալու, որովհետև մարդիկ կարողանում են պատճառը հետևանքային կապերը, ովքեր երկար ժամանակ զբաղվել են այս գործով, կարողանում են գտնել այսօր աշխարհը ով է կառավարում եւ ով ում այդ ինչ կան բանը կապերի մեջ է եղել։ Եվ այդ ամեն ինչի մեջ գիտեք ով է դուրս եկել։ Զելենսկի նաեւ։ Որը 3 անգամ առնվազն հանդիպում ունեցել Էփշտեյնի հետ 3 անգամ, որտեղ քննարկվել են ուկրաինացի երեխեքի մոդելների տեղափոխումը դեպի Եվրոպա, դեպի Ամերիկա։ Չի հասկանում եք արդեն ինչ նպատակով։ Սա բրիտանական թերթն է,
My God, oh my God, look at it. Look at it. The front page of the Daily Mail this morning, and the headline reads, Mossad, Israel did it. They did it. Mossad and Israel, they're behind Epstein, they're behind Mandelstam, they're behind Keir Starmer, they're behind genocide, they're behind the annihilation. Թակման եմ, արդեն Daily Mail-ն է գրում, բրիտանական, որ Մոսադ եւ Իսրայելն արել է ամեն ինչը։ Մոսադ եւ Իսրայել։ Իսկ Իսրայել, այս ամեն ինչի հետևում կանգնած են իրանք։ Իրանք են կանգնած Սարմերի թիկունքում, իրանք են կանգնած բոլոր սպիդաֆիլների թիկունքում, բոլոր նրանց թիկունքում, ովքեր այսօր փաստացի ղեկավարում են Եվրոպան։ Տարբեր ձևերով Ռոշիլդերի տանիքն է կազմակերպված։ Այս ամեն ինչի կանգնած սրանց հետևում, որը կանգնած է նաև Մակրոնի թիկունքում, ասում Մակրոնն էլ է դրանցից ծնվում։ Պատերազմ է հասուն անում։ Քաղաքական պատերազմ, թե դա ինչ հետևանքների կբերի, կերևա, բայց այսօր երկու լրագրող, շատ զուսպ լրագրող ամերիկացի, խոսում են նրա մասին, որ այս sense պայթյուն է եղել 16 թվականին, փոքրիկ, բայց կարողացան խլացնել, որովհետև այն ժամանակվա մեդիան ավելի կոնտրոլի տակ էր եւ հնարավորություններն էր քիչ անկախ մեդիաների։ Իրանք կարողացան խեղդել։ Այսօր նախ ինֆորմացիան ավելի շատ տարածվել դուրս եկել, որը ապացուցվում է, որ այն ինչ որ այն ժամանակ դուրս էր եկել ճիշտ է եւ դա ընդամենը այս ամբողջ իրողության 1%-ներ են ժամանակ բացահայտվել։ Եվ խոսում են, որ այսօր հնարավոր չի ոչ միայն խեղդել այս թեման, ծածկել այս թեման, այլ առանց հետևանքների դուրս գալ այս վիճակից։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, եւ Եվրոպայի համար, եւ ընդհանրապես ամբողջ աշխարհի այն տեղերի, որտեղ ովքեր ներգրավված են այս ամեն ինչի մեջ։ Հասկացեք, սա ընդամենը Pedofilia չի, որը սոսկալի բան է։ Սա սատանիզմ է, սա օկուլտիզմ է, սա կրոն է, սա սատանիզմն է, թելադրվող Իսրայելի կողմից, հարազվող Իսրայելի կողմից, որը բացահայտ մարդկությանը չելենջ է, մարդկությանը մարտահրավեր է ուղարկել։ Բոլորը շատ լավ հասկանում են։ Բոլորը շատ կասկածելի զուգադիպության նույն հրեշին են ծառայում, նույն տեղին են ծառայում, չգիտես ինչի նույն կրոնից են։ Եթե կրոնից չեն, սկսել են դավանել այդ կրոնից։ Որ այս ինչ կրոն է, այս ովքեր եք դուք, այս ինչ եք անում դուք այս աշխարհում։ Հա, սրանք կարող են ծիծաղալ մեր վրա, կարող են ասել, հա, իրանք այդ բառով մեզ բան են կոչում, հա, ինչ որ ասում։ Հա, սա։ Opinion who says Vikarka Kobane says that they'll be annihilated if Atlanta, they basically learn there's going to be cultural genocide. Right? You know what? The Goyim as they exist as Goyim, B'fnei Atzmam, that's... Մենք գոյերս, թավը ներվում ենք իրենք մշակութային ցեղասպանության մեջ են, բայց բարձում է մեծ ցեղասպանությունը ընդամենը մշակութային ցեղասպանություն չի, սրանք իրական ցեղասպանություններ են, իրական մարդակերպներ են սրանք, եւ աշխարհը գնալով հասկանում է, սա ինչ կբերի, ինչ կծնի, ժամանակը ցույց կտա, ուղղակի իմ մտավախությունը նրանում է, որ միջև այդ ժամանակը ցույց տա, մենք վերացած չենք որպես ժողովուրդ, իսկ դա ուղիղ կախված է մեզանից, ուղիղ մեր անհատական վերաբերմունքից, որ այս հաղորդումները լսելուց հետո մարդիկ ոչ թե գնան փակվեն իրենց խցերում, այլ դառնան այս ամեն ինչի համար թիվ 1 պայքարողներն ու կռիվ տվողները։ Թիվ 1, ես հասկանում եմ, որ դժվար է, ես հասկանում եմ, որ հոգեբանորեն կարող է ծանր է։ Այսօր հետևորդներից մեկը գտել է, որ ինքը արդեն դեղեր է բռերով խմում ու չի։ Ինքը վատ է հոգեբանորեն, ես կարող եմ հասկանալ։ Երևի այս առիթով երևի ես բան անեմ։ Քահանա արաբի եմ, ուղիղ եթերում ենք քիչ հարցու պատասխան անենք։ Ժողովրդին կարողանանք այս վիճակից հանել։ Որտեւ ես ինքս դա խորհուրդ տվեցի, ասի, պետք է խոսել գոնե քահանայի հետ։
Ինչեմ ասում հոգեբանի հետ, որովհետև ես վստահ չեմ, որ հոգեբանները այս բանական լուծումը կտան։ Իա ստանդարտ բաներ պետք է ասեմ, որը որը ես չեմ կարծում adekvat լինել։ Իմ տեսակետով քահանան ստեղը մեզ ավելի շատ ասելիք ունի, քան հոգեբանները։ Ամեն դեպքում տեսնեմ, եթե հնարավոր լինի մոտակա օրերին ես ուր եթերում հանդիպում կկազմակերպեմ։ Խոսք չեմ տալի, բայց ամեն ինչ կանեմ այդ։ Իսկ Ամերիկան, Թրամփը իր օրակարգի մեջ է, ոնց որ ոչինչ չի եղել, ոչինչ։ Խորհուրդ է տալի, կոչ է անում, հեռու մնալ Իրանի ջրերից, հեռու մնալ։ Ես գիտեմ, որ Իրանին չհավանող, իրանական ռեժիմից զզվող շատեր կան, մոլաներից։ Մոլաները լավը չեն, մոլաներն են, ես գիտեք ինչ կասեմ, իհարկե ժողովրդավարաչ են մոլաները, բայց ես ինչքան գիտեմ, նրանք մարդ չեն ուտում, երեխաներ չեն բռնաբարում, չեն գողանում, ոչ մեկին չեն սնականցնում, չեն սպանում։ Այսօր իմիջիալոց MIT մի պրոֆեսոր են կրկին սպանել զուգադիպության, որը աշխատում էր մաքուր էներգիայի ստեղծման վրա։ Եվ այսօր մի գիտնական հաշվում էր, թե ինչքան գիտնական է սպանվել, որոնք աշխատում էին մաքուր էներգիա ստանալու համար։ Ջրից, օդից, արևից, չգիտեմ, տեխնոլոգիաներ, նոր տեխնոլոգիաներ, որոնք պետքա վերջ տար նավթի ինդուստրիայի գերակայությանը։ Պատկերացնում եք, այսօր հերթականն է սպանվել իր տան մեջ։ Ես հիմա քաղաքը չեմ շում, ինձ թվում է բան մեր կողմերն է, Բոստոնի տարածքում էր։ Ես ուղղակի բաց թողեցի։ Ես դրել էի հոդվածը, որ կարդայի, բայց հիմա նայում եմ չկա իմ մոտ։ Գերեւի ինչ որտեղ եմ կամ ուրիշ թերթի վրա եմ դրել, հիմա չեմ կարող գտնել։ Մոլաները ոչ մի գիտնական չեն սպանում։ Մոլաները ոչ մի երեխա չեն առնանգում։ Այդ ինչքան ես գիտեմ։ Իսկ Թրամփը որ ինչին է խոսում, իր երկրում ինչ խնդրեմ կա, ինքը ինչի մեջ է խառնված, մի բան, որը կարող է շեղի մարդկանց, մի բան, որը կարող է բերանը փակի բոլորին, նոր պատերազմն է, նոր պատերազմ լինելու է անպայման։ Ու ինչքան շատ խոսվեց այս խնդիրների մասին, այնքան արագանալու է պատերազմի լինելու հավանականությունը մեծանալու է։ Ու ես հիմա ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, ես որ նայում եմ ովքեր են հարձակվելու Իրանի վրա, հարձակվելու է աշխարհի ամենավտանգավոր, ամենաայլասերված, ամենավտանգավոր մասը։ Եվ Իրանի մոլաները դրանց հետ համեմատած սրբեր են։ Ում դուրն ուզում է գա, ում դուրն ուզում է չգա։ Դա չի նշանակում, որ ես համաձայն եմ ռեժիմի հետ, որ Իրանում, բայց որ ես դրանց համեմատում եմ, մոլաները դրանց նկատմամբ սրբեր են։ Դե հարձակվեք, դե տեսնեք ինչ անում։ Կարող է հենց այդ ժամանակ է լուծի վերջնականապես նաև Զանգեզուրի հարցը։ Իսկ մենք վերադառնանք մեր երկիր։ Սա է մեր երկիրը։ Նայինեն, մակուր է թմա, գամ հագամ, գեղացի անցել, ավան մակուր մնում էր, նայ, խնդրեմ, արի բրես, խնդրեմ, ձերով արեք, հագնված տեսա խծիգնա, խնդրեմ, թաղապետ տերը թաղեմ, բալետ դոշի թաղեմ, նայինեն, Սա մեր երկրի իլյուստրացիան է, պատկերային նկարագրությունը, մենք ինչի մեջ ենք, ինչից ուզենք հասել։ Գիտեք, երկու տարբերակ կա սելուցը։ Մեկը գտնում է Սիթիի տոպրակները փաթաթուն ոտից, ու ցեխի մեջով գնա, մեկը այս վիճակի բերողի գլուխն է կողում այս ցեխի մեջ մտցնում։ Տեսեք, երկուսն էլ լուծում են։ Այն մարդիկ, ովքեր այս վիճակի մեջ փոխանակ այս վիճակին բերողի գլուխը մտցնեն ցեխի մեջ, այլ ոտերին հարցերի լուծում են գտնում ու շարունակում են քայլել այս ցերկով։ Իրանք դատապարտված են հավերժ կյանքով մեկ քայլելու ցեխից ցեղ, ցեխից ցեղ, ցեխից ցեղ, միջև մեկը գտնվի,
որ այս վիճակը ստեղծողի գլուխը կմտցնել ցեղի մեջ, կասի արա, իսկ ես միլիոնով փող եմ տվել, որ իմ ճանապարհները սարքես, իսկ դու իմ կյանքը վերածել ես դժոխքի, դե հիմա թող քո կյանքը վերածվի դժոխքի, դե սա է տարբերակը, սա է ճիշտը, ցանկացած կոմպրոմիս հրեշի հետ բերում է ավելի մեծ կոմպրոմիսի պահանջի, իսկ մենք, եթե sense բան անեմ, ձևակերպեմ, ոնց որ ազգ կոմպրոմիս ենք մենք, չկա չէ՞ դες բառակապակցություն, ազգ կոմպրոմիս, այ ոնց որ մենք ազգ կոմպրոմիս լինենք, ամեն ինչում կոմպրոմիս ենք գտնում, հրեշի հետ են կոմպրոմիս գտնում, մինչդեռ բարոյական կոմպրոմիսի գնացողը ինքը դատապարտված է, ինքը արդեն մի ոտով չարքի տարածքում է, ով կոմպրոմիսի գնաց իր բարոյականության հետ, արդեն մի ոտով, կես ոտով, մի մատիկով ինքը չարքի տարածքում է, եւ չարքը այսպես պինցետով բռնում սկսում է փաթաթել իր մատին, դե սա էլ արա, սա էլ արա, սա էլ արա, մեկը տենում է հոպա, ասում մատը սեյտավե, ձեռս տարավ, այդպես ալին, այ կոմպրոմիսը այսպես բաներ է ապելին, դե սա չեմ ասում նրա համար, որ էլի գնանք մտնենք մեր խցերը, խեցիի մեջ ու ասենք թշնամին հզոր է այնքանով, ինչքանով մենք ենք իրան թույլ տալի, որ հզոր լինի, ինչքանով մենք ենք պասիվ ու վախենում իրանից, այդ կոնում է ինքը հզոր, այսօրվա համար այսքան է, լավ մնացեք։